30-ամյա չեչեն տղամարդը կարող է ներգրավված լինել տանից փախած Այշաթ Բայմուրադովայի սպանության մեջ։ Նա այցելել է այն բնակարանը, որտեղ հայտնաբերվել է նրա մարմինը, գրում է Осторожно Новостին։ Осторожно Новостիի հաղորդման համաձայն երևանյան բնակարանում, որտեղ հայտնաբերվել է ընտանեկան բռնությունից փախած չեչեն կնոջ Այշաթ Բայմուրադովայի մարմինը, նրա անհետացման եւ մահվան միջև ընկած ժամանակահատվածում եղել են 2 հոգի՝ տղամարդ եւ կին։ Հոկտեմբերի կեսերին տեսախցիկը ֆիքսել է Դեմիրճյան փողոցի բնակարանից դուրս եկող 2 անձի՝ Կարինա Իմինովային, որի հետ Բայմուրադովան մահից կարճ ժամանակ առաջ Instagram-ում հաղորդագրություններ էր փոխանակել եւ պայմանավորվել էր հանդիպել, եւ Սաիդ Խամզատ Բայսարովին։ Ավելի ուշ հոկտեմբերի 19-ին Հայաստանի ոստիկանությունը բնակարանում հայտնաբերել է Բայմուրադովայի մարմինը։ Կավկաս բեզմատերի պրոյեկտի հիմնադիր Լիդիա Միխալչենկոն հայտնել է, որ աղջկան խեղտամահ են արել ենթադրաբար հոկտեմբերի 16-ի գիշերը, ինչի կապակցությամբ տեղական անվտանգության ուժերը քրեական հետաքննություն են սկսել։ Բայսարովը 30-ամյա չեչեն է, ում Ռուսաստանում մի քանի քրեական մեղադրանքներ են առաջադրվել։ Осторожно Новостին հաղորդում է, որ 2018-ին նրան մեղադրել են Իսլամական պետության կազմակերպությանը ֆինանսավորելու մեջ, սակայն այդ մեղադրանքները հետագայում հանվել են։ Նա նախկինում մեղադրվել է նաև ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու եւ կողոպուտի համար։ Նրա հայրը գործարար է Գրոզնիում։ Հիշեցնենք, որ Այշաթ Բայմուրադովան Ռուսաստանից եկել էր Հայաստան ընտանեկան բռնության պատճառով։ Նա չի վերադարձել հոկտեմբերի 15-ի երեկոյան երևանյան զբոսանքից եւ դադարել է պատասխանել հեռախոսազանգերին։ Հոկտեմբերի 20-ին ոստիկանությունը հայտնել է, որ նրան մահացած են գտել քաղաքի կենտրոնում գտնվող վարձակալած բնակարանում։